2025 թվականին մենք ունեցանք պատմական խաղ, որտեղ Չեմպիոնների լիգայում հաղթեցինք Բուլղարական Սոֆիային, առաջի անգամ էր կանանց հայկական ֆուտբոլում, որ Չեմպիոնների լիգայում տոնեցինք հաղթանակ 1-0 հաշվով։ Ընդհանրապես Փյունիկը ակումբ չէ, Փյունիկը մեծ ընտանիք է։ Փյունիկի շապիկը միշտ պատվով եմ կրել ու Փյունիկի իմ սրտի ակումբն է։ Փյունիկում առաջին անգամ խաղացել եմ 2022 թվականին, հետո դրանից հետո փոխել եմ երկու ակումբ, եւ Հայաստանում, եւ Հայաստանից դուրս, ու Փյունիկում խաղալը ինձ համար միշտ այսպես կանվանեմ վերադարձ տուն։ Կարծում եմ ամենակարևորը այդ կազմն է, քանի որ լավագույն ֆուտբոլիստներն են հայ համալրված թիմում, նաև փորձառու ֆուտբոլիստներ կան ֆուտբոլիստներ, որոնք հայ են ծագումով, բայց Եվրոպայից համալրել են մեր թիմը։ Իրանք հայ են, ստեղ են մեծացել, բայց ունեն խաղային փորձ Եվրոպայում։ Դա մեզ հնարավորություն է տալի ավելի կայուն ելույթներ ունենանք եւ նպաստենք զարգացման, քանի որ նաեւ երիտասարդ ֆուտբոլիստներն են շատ։ Վաղ տարիքից տարբեր սպորտային միջոցառումների եմ մասնակցել, բայց ամեն ինչ ասոցացնում էի ֆուտբոլի հետ։ 12 տարեկանից եմ սկսել քայլերս ֆուտբոլում։ Իմ ընտանիքը բոլորը կապ ունեն սպորտի հետ, երբեք խոչընդոտ չեն հանդիսացել ու շատ առողջ են նայել իմ որոշմանը։ Ընտանիքիցս բացի հարազատներս մինչ օրս էլ հպարտությամբ են խոսում իմ մասնագիտության մասին։ Միշտ սիրել եմ սպորտը շատ փոքր տարիքից, նույնիսկ բռնցքամարտով եմ զբաղվել 7-8 տարեկանում։ Հետո դպրոց եկան իմ առաջին մարզիչները երկու ու առաջարկեցին զբաղվել ֆուտբոլով։ Աղջիկների թիմ էին իրանք բացում, հենց մեր դպրոցում էլ լինելու էր մարզումները։ Ես իհարկե հաստատ բաց չէի թողնի շանսը, որտեղ միշտ սիրել եմ սպորտը ու այդպես սկսեցի զբաղվել ֆուտբոլով։ Արդեն մեծանալ աղջիկ, ով ցանկանում է ֆուտբոլ խաղալ։ Անցած տարիների համեմատ, այո, քանի որ այն ժամանակ այդքան արդի չէր կանանց ֆուտբոլը, շատ կարծրատիպեր կային, հատկապես այն շրջանում, երբ որ ես եմ սկսել խաղալ ֆուտբոլ, կանանց ֆուտբոլը ընդհանրապես ընդունված չէր, իհարկե եղել են շատ դժվարություններ, բայց կարծում եմ հաղթարել ենք ու հիմա մեր հետագա սերունդի համար ճանապարհ ենք բացել ավելի հեշտ կանանց ֆուտբոլում ընդգրկվելու համար։ Կարծում եմ մեծ դժվարությունը դա ռեսուրսներն է, թե ֆինանսական ռեսուրսները, թե ենթակառուցվածքների ռեսուրսները, քանակը թիմերի կանանց, թե բարձրագույն խմբի թիմերի քանակը, թե մանկապատանեկան եւ այն կարծրատիպերը, որոնք դեռևս կան, որ ֆուտբոլ պետք է խաղան աղջիկները։ Ցած տարի Չեմպիոնների լիգայի խաղը ինքը շատ կարևոր էր ոչ միայն Հայաստանի, Փյունիկի, այլ նաև անհատապես ինձ համար։ Շատ դժվար տրվեց այդ հաղթանակը, խաղի սկզբում ստացել էի ուսի վնասվածք, մկանային պատրված կար ու նաև հոդախախտ, բայց որոշեցի շարունակել խաղը։ Շատ քիչ էր մնացել խաղին, գրեթե 90-րդ րոպեն էր ու 4 րոպե են ավելացրել խաղին, մարզիչս կանչեց ինձ, որոշ ցուցումներ տվեց խաղի, դիրքս նույնիսկ փոխեց ու այդ ցուցումների շնորհիվ կարողացա գոլ խփել։ Ես կոչ եմ անում այն ֆուտբոլիստներին, ովքեր ուզում են զբաղվել ֆուտբոլով ու սիրում են ֆուտբոլը, երբեք հետ չկանգնեք ձեր որոշումներից, երբեք չդառնաք հասարակության կարծիքի զոհը ու մի դադարեք երազել, եթե դուք ամբողջ հոգով, սրտով ու նվիրումով գնաք դեպի ձեր երազանքը, ապա ոչնչի առաջ կանգ չեք առնի։ Ուղղակի լսեք ձեր սրտի ձայնին ու ես եւ իմ ընկերները ձեր համար վառ օրինակ ենք։ Հավատացեք ու մենակ քաջերեք իրանց ցանկությունները ու օգնեք հասնել իրենց նպատակներին։